Պարոն Ասատրյան, ինչ կասեք քաղաքական բռնաճնշումների մասին, փաստորեն հերթը հասավ փաստաբաններին։ Ոչ մի զարմանալու իրոքից ոչինչ չկա այլևս, որովհետև եթե սրբազան են դատապարտում չասված խոսքի համար, ապա շատ հանգիստ կարող են նաև հետապնդել փաստաբաններին, որովհետև իշխանությունները վաղուց են անցել ցանկացած բարոյականության եւ ցանկացած բեսպրեդելի կարմիր գիծ, ես բնավ չեմ զարմանում, սա եւս որքանով որ կռահում եմ ազատ խոսքի հերթական բռնաճնշումն է եւ այսպես կոչված ժողովրդավարության բաստիոնի հերթական ուրեմն արարն է։ Ստի եւ կեղծիքի իրականության պայմաններում մենք ապրում եւ ստի ու կեղծիքի այս տաճարը շարունակվում է կառուցվել ու անընդհատ կառուցվել, սակայն հայտնի պարադոքս կա, որ ցանկացած մի բռնաճնշում, ցանկացած հետապնդում, ցանկացած ապօրինություն, սա եւս մի քար է ստի եւ կեղծիքի տաճարի վրա եւ պարադոքսը կայանում է նրանում, որ մի օր եւ հույսով եմ շատ մոտ ապագայում օրվա իշխանությունները մնալու են հենց այդ տաճարի ուրեմն փլատակների տակ, որովհետեւ ստի վրա կառուցված ամեն ինչ ու ամեն բան այդ հատկությունը ունի վերջում փլվելու։ Եթե հիմքում ընկած է կեղծիքը, ընկած է հասարակության այս փոխադարձ ատելության մթնոլորտը, ընկած է ամեն օրվա այս գաղջ ու զզվելի նորությունները եւ այս հսկայական ապաթիան, սրա վրա ստեղծված, արյան վրա ստեղծված իշխանության թե մեջ իրենք խեղդվելու են, թե փլատակների մեջ կորչելու են գնան պատմության աղբանոցում հայտնվեն, հետևաբար ոչինչ արտառոց չկա։ Պարոն Ասատրյան, դուք էլ նշեցիք, որ չասված խոսքերի համար անգամ սրբազաններ են ձերբակալվում։ Արծախ Կոչուբաևը, պարոն Կոչուբաևը չէր հասկանում, որ այդ կոշտ գրառման համար կարող է նման բան լինել։ Նայեք, եթե մենք դիտարկենք այդ վարկածը, որ Կոչուբաևը հետապնդմանը ենթարկվում այդ գրառման համար, ապա փաստաբան լինելուց առաջ ուրեմն Կոչուբաևը մարդ է, իսկ մարդ լինելուց առաջ հայ մարդ։ Ես ամբողջովին համակարծիք եմ եւ գիտեք ինչ կա, երբեմն այնպիսի իրականության ենք ականատես լինում, որ ամեն մեկս մեր էմոցիաները, մեր բառամթերքը, մեր ռեակցիաները տարբեր կերպ ենք ցուցադրում եւ կապ չունի, այստեղ մարդը փաստաբան է, տնտեսագետ է, ճարտարապետ է եւ այլն եւ այլն։ Մենք հայեր ենք եւ մենք երբ որ տեսնում ենք, որ մեր հայ-առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան սպասավորներ են ենթարկում հետապնդումների, մենք հո հասկանում ենք սա ինչի համար է արվում։ Մենք հո հասկանում ենք, որ սա ուրեմն Փաշազադե Փաշինյան տանդեմի իրականացրած գործիքակազմն է եւ մենք լինելով հայ, մեծանալով որպես հայ, կրթվելով որպես հայ, լինելով հայ-առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ, շատ դժվար է իրապես մեզ համար մանավանդ երիտասարդ տարիքում զսպելու մեր էմոցիաները եւ եթե դիտարկում ենք նորից եմ կրկնում այս վարկածը, որ ուրեմն Կոչուբաևը հետապնդմանը ենթարկում իր այդ գրառման համար, դա Կոչուբաևի պորտկումն էր, մարդկային պորտկումն էր։ Ուղղակի գիտեք ինչ կա, Կոչուբաևի գրառումը ինչով առանձնացավ, զուտ են պարզ պատճառը, որ Կոչուբաևը այդ գրառումն արեց սոցիալական հարթակում։ Եթե մենք հենց հիմա շրջենք Երևանի փողոցներում եւ մարդկանց հարցնենք, թե ինչ ուրեմն կարծիք ունեն այս ապօրինությունների նկատմամբ, մենք ավելի խիստ գնահատականներ կլսենք։ Ուղղակի, չգիտեմ, Կոչուբաևը այդ կերպ որոշեց իր վրթովմունքը արտահայտել եւ նորից եմ կրկնում, սա ոչ մի լավ տեղ չի տանելու համենայն դեպս օրվա իշխանությունների համար եւ նորից եմ կրկնում, ստի ավերակների տակ են մնալու։ Պարոն Ասատրյան, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է այնպես անենք, որ ժողովուրդը նեգատիվ էմոցիա չունենա իշխանության հանդեպ։ Արդյոք այս քայլերով ժողովրդի մոտ նեգատիվ էմոցիա չի առաջանում։ Նայեք, ինչպես որ մարդ անհատականություն, այնպես էլ հավաքական հասարակություն ինքը կենթանի օրգանիզմ է։ Եվ ինչպես որ մարդ անհատականությունն է այս կամ այն ռեակցիան ցուցաբերում այս կամ այն խնդրին, նույն կերպ եւ հասարակությունը։ Հասարակությունը ինչպես կարող է վերաբերվել այդպես օրվա իշխանություններին, եթե ամեն օր օրնի բուն պղծվում են այն սրբությունները,
որի շուրջ է ձևավորված այդ հասարակությունը։ Մենք որպես հայ եւ հավաքականություն վերջին 1700 տարիների ընթացքում ձևավորվել, զարգացել, պատմության քարուղիներով անցել, մարտահրավերներ հաղթահարել ենք բացառապես հայ առաքելական եկեղեցու շնորհիվ։ Սա միայն հավատքի խնդիր չէ, սա եւ միայն կրոնի խնդիր չէ, սա խիստ ինքնության խնդիր է, այսինքն ոտնահարելով հայ առաքելական եկեղեցու արժեքները, իրենք ոտնահարում են մի ողջ ժողովրդի, մի ողջ հավատացյալ ժողովրդի։ Ճիշտ է, որոշակի գործիքակազմեր դեռևս հաջողում են կիրառել ուրեմն հետապնդումները կապելով սուբյեկտիվ պատճառների հետ, բայց քիչ թե շատ մեդիա գրագիտություն, քիչ թե շատ ինտելեկտ, քիչ թե շատ կրթվածություն ունեցող մեր քաղաքացիները արդեն հասկանում են, որ սա ուղղված է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ այսպես մի փոքրիկ քրոնոլոգիա անենք, կհիշեք Տավուշը հանուն հայրենիքի շարժման ժամանակ ինչքան պիղծ ու զազրելի հայհոյանքներ էին տեղում Բագրատ Սրբազանի հասցեին, նրան ուրեմն անվանում իր քաղաքացիական անունով եւ այլն եւ այլն։ Եվ երբ մենք հակադարձում ենք, որ չի կարելի Սրբազանի նկատմամբ այդպիսի վերաբերմունք, իրենք ասում են մենք քրիստոնյա ենք, ուղղակի ինքն է խախտել։ Հետո մենք տեսանք արդեն Միքայել arczepiskopos Աջապահյանին, հիմա մենք տեսնում ենք Արագածոտնի թեմի առաջնորդին, մենք տեսնում ենք տարբեր հոգևորականների, քահանաների եւ այլն եւ մենք տեսանք Վեհարանի վրա ուրեմն գրո։ Այսինքն սրանց համար բոլոր հոգևորականները բացառությամբ 1-2 փոքրոգիների, ովքեր ինչ որ ճակատագրի բերումով հայտնվել են եկեղեցու շարքերում, սրանց համար պարզվում է բոլոր հոգևորականները հեռու են Քրիստոսից եւ բոլոր հոգևորականները հեռու են մեր եկեղեցուց։ Չգիտեմ ինչ հաբերի ազդեցության տակ է, բայց ուրեմն մեր երկրի ղեկավարը որոշել է, որ ինչու՞ չէ, պետք է նաեւ եկեղեցով զբաղվել, ճակերտներով եւ ինքն է ուզում թելադրել խաղի կանոնները եկեղեցում։ Երևի մի օր էլ միգուցե իր առավոտվա այդ տեսաուղերձների միջոցով հայտարարի, որ իրենից լավ ուրեմն կաթողիկոս գոյություն չունի, այսպես մոնարխիա հաստատի, լինի թե վարչապետ, թե կաթողիկոս։